Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են, տրամագծորեն հակառակ հայտարարություններ են հնչում Միացյալ Նահանգներից եւ Իրանից։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց եւ հանդիպելու պայմանավորվածություն, ինչ են քննարկում Երևանն ու Մոսկվան։ Լինելու է սեպտեմբերին, չի ուշանալու այլևս այդ Փաշինյանի նոր թեզը շանտաժ, թե հեռատեսություն։ Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում։ Իրավապահները Գարեգին երկրորդին թույլ չտվեցին Թբիլիսի մեկնել պատրիարք Իլիա երկրորդի հուղարկավորությանը։ Հայաստանցի պաշտոնյաների կարծիքով առանց վիզա Եվրոպա արդեն 2-3 տարուց կարելի է գնալ, ընդդիմադիրները թերահավատ են։ Սա հայ, վիզաները վերանալու են եւ մենք գնալու ենք։ 23 թվից կառուցում են, երկրաշարժից 38 տարի անց Վանաձորում տնակային մանկապարտեզ կա։ Մինչ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ արդյունավետ երկխոսության մասին, իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Միացյալ Նահանգների հետ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի շփումներ չկան։ Սոցիալական ցանցում Թրամփն ասել էր, հրահանգել է զինված ուժերին 5 օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները Թեհրանի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի 4-րդ շաբաթն է ընթանում, բառացիորեն 1 օր առաջ Թրամփը Իրանին 48 ժամ էր տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թեհրանը ոչ միայն չհանձնվեց, այլև սպառնաց ամբողջությամբ փակել նավթի տարանցման այս կարևորագույն երակը։ Իրանի դեմ պատերազմի 24-րդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 3 ԱՄՆ-ի եւ Իրանի միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնք շարունակվելու են նաեւ այսօր, եւ եթե քննարկումներն ընթանան արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարք կնքել, նույնը ցանկանում է նաեւ ԱՄՆ-ն, եւ այժմ 15 կետի շուրջ են բանակցում։ Մենք շատ լուրջ հնարավորություն ունենք համաձայնության գալու, ասել է նա։ ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցել են իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ We have had very strong talks. We'll see where they lead. Մենք շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել։ Տեսնենք, թե դրանք ինչի կհանգեցնեն։ Մենք ունենք համաձայնագրի հիմնական կետերը։ Ես կասեի գրեթե բոլոր կետերը։ Բանակցությունները հիանալի են անցել։ Ըստ իս, եթե նրանք շարունակեն նույն ոգով, վերջ կդնեն այս հակամարտությանը։ If they carry through with that, it'll end that problem, that conflict. Իսկ Իրանից հարգված բարձրաստիճան պաշտոնյա, թե ում մասին է խոսքը Թրամփը չի նշել, սակայն ասել է, որ դա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին չէ, ապա հավելել, թե չի ցանկանում նրա մահը։ Նա նաև նշել է, որ գուցե Իրանի դեպքում եւս իրենք նշանակեն առաջնորդին, ինչպես Վենեսուելայում։ Թրամփը դարձյալ շեշտել է, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ հարստացված ուրանը կարող է փոխանցել ԱՄՆ-ին։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ խոսել է Իսրայելի հետ, Թել Ավիվը գոհ կլինի ԱՄՆ գրանցած ցանկացած արդյունքից։ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, եթե համաձայնություն լինի, ասել է Թրամփը։ Մինչ այդ էլ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել էր, թե հաշվի առնելով Իրանի հետ վերջին 2 օրերին տեղի ունեցած արդյունավետ բանակցությունները, հանձնարարել է 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել, իսկ իսապաշտոնական ֆարսը հղումանելով Իրանի արտգործնախարարության հայտարարությանը, պնդել է, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև երկխոսություն չկա։ Ըստ ֆարսի փոխանցած տեղեկության, Իրանում կարծում են, որ Թրամփի հայտարարությունը նպատակ ունի նվազեցնել էներգակիրների գները եւ ժամանակ շահել իր ռազմական ծրագրերն իրականացնելու համար։ Նաեւ նշվում է, որ կա տարածաշրջանային երկրների նախաձեռնություն լարվածությունը նվազեցնելու համար, սակայն մեջբերում եմ նրանք իրենց մտահոգությունները պետք է ուղղեն Վաշինգտոնին, որն սկսել է այս պատերազմը։ Ամերիկյան աքսիոսի տվյալներով լարվածությունը թույլատնելու նպատակով վերջին 2 օրերին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև որպես միջնորդ են հանդես եկել Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը։ Իրանական Թասնիմ գործակալությունն էլ հողոմանելով իրանցի պաշտոնյային հայտնել է, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին եւ էներգետիկ շուկաները կմնան անկայուն, հավելելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Գործակալությունը գրում է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց ֆինանսական շուկայի ճնշման ֆոնին, զգուշացնելով, որ Թեհրանը կշարունակի պաշտպանվել մինչև հասնի զսպման։
Իսկ երեք Թրամփը Իրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում հարվածել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր ամբողջությամբ փակել նեղուցը եւ հարվածել տարածաշրջանում ամերիկյան ընկերություններին ու ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Իրանի ազգային պաշտպանության խորհուրդն էլ սպառնացել էր ականապատել եւ երկար ժամանակով պարալիզացնել Պարսից ծոցի բոլոր հաղորդողիները, եթե հարձակում լինի իրանական ափի կամ կղզիների վրա։ Թե Թրամփի այս հայտարարությունից առաջ, թե հետո Իսրայելը հայտարարել է, որ մասշտաբային հարվածներ է հասցրել, ինչպես իրենք են պնդում, ահաբեկչական ենթակառուցվածքներին Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում Թեհրանում։ Հարձակման են ենթարկվել Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա, Թավրիզ եւ Բանդար Աբաս քաղաքները, կան զոհեր եւ վիրավորներ։ ԱՄՆ զինուժը հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որն անօդաչուների եւ ինքնաթիռների բաղադրիչներ է արտադրում։ Իսրայելը նաև շարունակել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի դեմ գործողությունները Լիբանանում եւ զգուշացրել, որ պատերազմը կշարունակվի եւս մի քանի շաբաթ։ Բանակի խոսնակը պնդել է, որ օրեցօր ավելի են թույլատնում Իրանին, իսկ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ ցամաքային արշավն այս շաբաթ կուժեղանա։ Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական ռեժիմը եւ նրա կողմնակիցները սպառնալիք ստեղծեն Իսրայելի պետության համար, հայտարարել է Էֆի Դեֆրինը։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ հրետանիով հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Մարկաբա քաղաքի մոտ տեղակայված բանակի կենտրոնակայանին։ Իրանը եւս հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, երեք էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ եւ Դիմոնա քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին։ Իրանը նաեւ հարվածել է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային եւ Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմին։ Իրանի հետ հնարավոր գործարքի մասին Թրամփի վերջին հայտարարությունից հետո Wall Street-ի հիմնական ինդեքսները մեկնարկել են բարձր աճով։ Եվրոպական բորսաները եւս սկսել են աճել։ Նավթը սակայն վաճառվում է թանկ $100-ից ավելի 1 բարելի դիմաց։ Պաշտոնական Երևանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ուղղություններ, այդ թվում համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում, տեղեկացրել է ռուսական կողմը, ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Պաշտոնական հաղորդագրություններից պարզ չի դառնում կոնկրետ ինչի վրա են կենտրոնացել Փաշինյանն ու Պուտինը։ Չնայած նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, բայց այս օրերին չկա ներքաղաքական թեմաների պակաս։ Շարունակվում է քննարկվել քաղաքացիական պայմանագրի իշխանության չգալու դեպքում սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Վաղի սերմանում, թե երկրի փորձառու ղեկավարի կանխատեսում, ինչ էր դա։ Ընդդիմախոսները այդ թեզը պարզ շանտաժ են որակում։ Լինելու է սեպտեմբերին, չի ուսանալու այլևս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած ՔՊ-ն ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Երևանում երեկ անցկացրած քարոզչական հանդիպումների ավարտին Փաշինյանը սպասվող սեպտեմբերյան պատերազմը որակելով աղետաբեր վստահեցրեց, այն չի ուշանալու։ Այն որ բոլորը ասում են պատերազմ առնելու, ես ինչ էի ասում։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում են ինչ գիտես։ Բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիր, հիմա ասում եմ։ Որտեղից Փաշինյանին կոնկրետ ամսաթվով պատերազմի մասին տեղեկությունը եւ արդյոք այն ինչ ասում է վարչապետը շանտաժ չէ, որ կամ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն կամ կլինի պատերազմ։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր ղեկավարի ասածը հիմնավորում էր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժերի գաղափարախոսությամբ, պնդելով, թե նրանք գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն։ Ապա Միրզոյանը մեջբերեց քարոզարշավի ընթացքում իրեն հանդիպած մի քաղաքացու խոսքը։ Բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի
կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, հա, այդ քարտեզը գետինը գցելը, ներողություն խոսում եմ, էլի, եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե իշխանության գան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գիտենք, բայց հիմա նաև շուրջ բոլորը նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի էլեմենտ չկա, պարոն Միրզոյան, Ժորժ, կամ մենք կամ այստեղ որն է, շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ, ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է եւ տեղալ օրենք խառնում ենք բոլորովին։ Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, sense որի բոբոս արկելով, որ հեսա կարձակվեն եւս քվեններ գործեն ձեզանից։ Այն որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ժողովրդից քվեներ կորզել, շաբաթ օրը աշտարակցիների հետ հանդիպմանը խոսեց երկրորդ նախագահը։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, պետք է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի։ Բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհը։ Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն, եւ ներքին, եւ հատկապես արտաքին քաղաքականություն։ Խոսելով երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, Քոչարյանը վստահեցնում էր, դրան հնարավոր է հասնել եւ ինքը այն մարդն է, որը կարող է այդ հարցը լուծել։ Խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր 3 պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին եւ փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովել։ Այս абսուրդն էլ չափուսահման պետք է ունենա։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Փաշինյանին այսօր հակադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խոշոր գործարարը եւս պնդել է, Հայաստանին անհրաժեշտ է իրական խաղաղություն, որը երաշխավորված կլինի մի քանի պետությունների կողմից։ Երաշխավորված խաղաղության մասին խոսում է նաև միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը։ Խաղաղությունը դա ոչ թե ձևական խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների ու ադրբեջանցի նստած թելադրանքով, այս պետք է տակ, այս պետք է կատարեք, մեր զորքերը կճանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Այսպես սպառնալիք է դա, ինչ է։ Դա թելադրանք է։ Իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից հաստատող կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, թե պետք է սահմանադրական մեծամասնություն ստանա, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Արդյոք ԿՊ-ն ձգտում է սահմանադրական մեծամասնության նոր սահմանադրության ընդունման համար։ Ազատության այս հարցին ի պատասխան արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր նշեց, թե սահմանադրական մեծամասնություն նշանակում է ավելի վստահ իշխանություն։ Սահմանադրության ընդունման հետ չի կապված։ Դե կարող է դրա հետ էլ կապված, չեմ կարող ասեմ։ Նոր սահմանադրության ընդունման նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Ըստ այդմ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր սահմանադրության ընդունում կամ փոփոխություններ, եթե հունիսի 7-ին չունենա սահմանադրական մեծամասնություն։ Իշխող քաղաքացիական պայմանագրի երևանյան քարոզարշավը անաղմուկ չանցավ։ Կնոջ իր հետ մատ թափ տալով չխոսելու հորդորներից հետո էլ Նիկոլ Փաշինյանը շարունակեց բարձր տոնով զրույցը, արցախցիներին փախածներ անվանեց։ Հայաստանի ղեկավարի ներողությունը հետևեց համացանցի աղմուկին միայն օրվա վերջում։ Բայց Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ու ոչ միայն նրանց Փաշինյանի այդ օրվա հռետորաբանությունը Ալիևի թեզերն էին հիշեցրել։ Բանկի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Մետրոյում վարչապետի կշտամբանքների տարափին արժանացած արցախցի կինը դեռ հրապարակավ չի արձագանքել Փաշինյանի հրավերին։ Մտերիմների փոխանցմամբ նա չի ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Երեկվա կոշտ զրույցից ու սուր քննադատության արժանանալուց հետո վարչապետը ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից ու նրան հրավիրեց կառավարություն անձամբ ներողությունը փոխանցելու։ Տեղահանված երիտասարդ կնոջ հետ մեծ զրուցել չհաջողվեց։ Երեկվա տհաճ պատմությունից հետո նա չի ուզում շփվել նաև լրագրողների հետ։ Ուղղակի ներկայացրել է իր իրավունքներն ու իր հույզերը եւ երկրի ղեկավարը իրավունք չունի որևէ կերպ ասելու, որ
դուք դա պետք է մոռանաք, վերադարձը մոռանաք եւ այլն եւ այլն։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար եւ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի գնահատմամբ Փաշինյանի գործողությունները հավաքական թիրախավորում են արցախցիների նկատմամբ։ Առավել եւս, որ լայն առումով պիտակավորումները, փախածներ եւ այլն, Արցախի արժեքի նվազեցում, մեր վերադարձի իրավունքի ոչնչացում եւ այլն արհամարում, սրանք բոլորը հավաքական առումով վերաբերում են բոլոր արցախցիներին։ Ամեն ինչ սկսվեց, երբ մայրաքաղաքում քարոզարշավ անցկացնող Փաշինյանը ցանկություն հայտնեց տեղահանված Արմինե Մոսյանի որդուն Հայաստանի քարտեզը նվիրել։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մայոր Մերուժան Մոսյանի դուստրը մերժեց ընդունել քարտեզը, բայց Փաշինյանը երկխոսությունն ավարտված չհամարեց։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Որևէ մեկը։ Կխոսեմ տեն ձեզ այդ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Բեգլարյանը զարմացած չէ։ Փաշինյանը շարունակում է 2022 թվականի Պրահյան գիծը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեց։ Իհարկե Ալիևի նարատիվներն են խոշոր առումով կամ լրացնում են Ալիևի նարատիվներին, ուղղակի Հայաստանի իշխանությունների տեսանկյունից։ Փաշինյանը հակաարցախյան քաղաքականություն օգտագործում է իր իշխանությունը պահելու համար, պնդում է նախկին պաշտոնյան։ Եվ իր մեղքերը, սխալները, ձախողումները ճակերտավոր արդարացնելու համար։ Սա է մեզ համար ցավալի։ Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Բեգլարյանն Արմինեի պահվածքը որակում է ողջամիտ, իսկ Փաշինյանի ներողությունը նախընտրական քարոզչություն։ Եվ մենք Արցախ վերադառնալու մեր իրավունքը ունենք ու Հայաստանի Հանրապետությունն էլ որպես պետություն ունի ստանձնած պատասխանատվություն մեր իրավունքների պաշտպանության հարցում մեզ աջակցելու, որքան էլ գործող իշխանությունները չեն ուզում այդ պատասխանատվությունը վերցնել, հակառակը աջակցում են Ալիևյան քաղաքականությանը։ Փաշինյանի ներողությունից հետո էլ ԿՊԱ-ական մամուլը Սիվիկը շարունակում էր թիրախավորել արցախցի կնոջը։ Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը սակայն հերքում էր, թե իշխանությունն է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հրահրողը։ Արցախայցյան նկատմամբ պետական ատելություն ասեցիք, պետական մակարդակով ատելություն։ Դե ներողություն, սա ուղղակի այսպիսի բան պնդելը անպատկառություն է։ Մետրոյի միջադեպից հետո մարդու իրավունքների պաշտպանը 3 ուղիղ չդատապարտեց վարչապետի պահվածքը։ Փոխարենն Անահիտ Մանասյանը պաշտոնյաներին կոչ արեց իրենց խոսքում ցուցաբերել զգայունություն։ Մանասյանը հորդորեց ապահովել այնպիսի միջավայր, որը չի խորացնի նրանց խոցելիությունը։ Բեգլարյանն իշխանության աջակիցների ատելության խոսքի բազմաթիվ օրինակներ ունի։ Ատելության քարոզը բոլոր իրավապահ մարմինները պարտավոր են հետաքննել, թեև իրենց նախաձեռնությամբ էլ կարող են անել, բայց չեն անում։ Հայաստանը մեզ համար, ինչպես եւ մյուս քաղաքացիների, արժեք է, բայց մենք ասում ենք, որ չպետք է մոռանանք, որ ունենք հայրենիք, որից բռնի տեղահանվել ենք, ընդգծում է Արցախցի նախկին պաշտոնյան։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հաստատել, Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տեղահանված արցախցիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում չընդգրկվեց։ Իշխանությունը այդ հարցը չի էլ քննարկում, դա անհնար համարելով։ Փաշինյանը տեղահանված մոտ 100,000 արցախցիներին հորդորում է տնավորվել Հայաստանում։ Մի պատմություն էլ Չարենցավան քաղաքացիական պայմանագրի այցից։ Փաշինյանի դեմ ակցիա մտածող ընդդիմադիր տղամարդկանց ճիշտ այն ժամին են հարցաքննության կանչել, երբ վարչապետը քաղաքում էր։ Իրավապահները հիշել էին 2 ամսվա պատմություն, 2 ամսվա առաջվա պատմություն ու շաբաթօրով կանչել, այնքան պահել, մինչև իշխանական թիմը կհեռանար։ Հիմա սա հնարավոր քննադատությունը չեզոքացնելու մշակված ծրագիր էր, թե համընկնում։ Փաշինյանին ասելիք ունեցող տղամարդիկ կարծում են առաջինը։ Ես էլ չեմ պատկերացնում, մենք ասենք այդ 5 հոգով կամ 10 հոգով ինչ պիտի անենք, որ այդ մեր հզոր վարչապետը այդպես վախենում է, կաշկանդում է մեզանից։ Մինչ վարչապետն անցած շաբաթօրը շրջում էր Չարենցավանի փողոցներում, ապա իր թիմակիցների հետ պարում այդ քաղաքի ռեստորաններից մեկում, Չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր 2 ընկերները դարձյալ ստիպված էին մի քանի ժամ իրավապահների հետ անցկացնել։ Ընդդիմադիր հայացքներով տղամարդկանց այս անգամ էլ չհաջողվեց տեսնել Նիկոլ Փաշինյանին։ Ես 3 անգամ, առնվազն 3 անգամ իմ կամքով գնացել եմ այնտեղ, որ ինձ հարցաքննեն։ Այդ մարդիկ ասել են կամ հարցաքննելու բան չկա, կամ որ պետք է կկանչենք։ Մինչև այդ որից է պաշտոնական բան չի եղել։ Այդ օրը
ամսի 21-ին, 20-ին ժամը տենց 4-5-ի կողմերը իմանանք, որ 3-ից էլ մի անգամ նույն ժամին, ամսի 21-ին ժամը 3-ին կանչել են իբրև թե հարցաքննության։ Անհանդուրժողականություն հրահրելու կամ քարոզելու հոդվածով գործը քննչականը հարուցել է 2 ամիս առաջ, երբ Գևորգ Հակոբյանն ու նրա ընկերները պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի Չարենցավան նախորդ այցի ժամանակ բողոքի ակցիա իրականացնել ու մեջբերեմ ոչ Նիկոլ, մի քանի եկեղեցին վերադարձնել անձնագրայինը եւ Արցախը Հայաստան էգրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին։ Տղամարդիկ սակայն այն ժամանակ ոչ վարչապետին էին տեսել, ոչ էլ նրան ուղեկցող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ակցիան չմեկնարկած նրանց բերման էին ենթարկել, մի քանի ժամ անազատության մեջ պահելու միայն Փաշինյանի այցից հետո ազատ արձակել։ Հենց այդ ժամանակ էլ քրեական վարույթ էին նախաձեռնելու արգրավել Գևորգ Հակոբյանի հեռախոսը, նրա ընկերներից մեկին պատկանող էլեկտրատեխնիկան։ Հաջորդող 2 ամիսներին ոչ մի նորություն տղամարդիկ չեն ունեցել, ոչ հարցաքննության են կանչել, ոչ էլ վերադարձրել արգրաված իրերը, եւ վարչապետի արդեն այս այցի նախորդ օրը քննչականի ծանոթագիր են ստացել ներկայանալ հարցաքննության, որն ի դեպ նշանակվել էր ճիշտ այն ժամին, երբ Փաշինյանին էին Չարենցավանում սպասում։ Ընդ որում Հակոբյանի դեպքում պատմությունը գրեթե նույնությամբ է կրկնվել։ Ժամը 3-ին են հրավիրել, ցանկացել է մի փոքր ուշ գնալ։ Իրավապահներն անմիջապես եկել են բերման ենթարկելու։ Մենք բոլորս էլ պատրաստ ենք գնալ, բայց քանի որ ինքը 3-ին էր կանչել բոլորիս, ասենք տրամբանորեն ասենք գնանք այնտեղ կանյակ ինչ անենք։ Մեր ընկերներից մեկը կոնկրետ ժամը 3-ին դաժան գնացել այնտեղ, որ մի ժամ կամ կես ժամ ազատորել ես գնայի։ 3:30-ի կողմերն էր, ուզում էի պատրաստվել գնալ, մեկ էլ տեսնեմ Կոտայքի մարզային քրեական ամբողջ աշխատողները մոտ 10 հոգի, իրանց 5-6 մեքենաներով շրջապատեցին ամբողջ։ Բերման ենթարկեցին։ Չարենցավանցի տղամարդը պնդում է այս ամենն արվել է իրեն ու ընկերներին մեկուսացնելու համար։ Քննչական կոմիտեն առայժմ պարզաբանումներ չի տվել, ինչու են հենց վարչապետի այցի օրը քննիչի մոտ հրավիրել։ Ազատությանը հորդորեցին գրավոր դիմել։ Քննչական կոմիտեի ուղարկած ծանոթագրերում գրված է, որ տղամարդիկ վկայի կարգավիճակ ունեն։ Հարցնելու բան էլ չկար այնտեղ։ Մենք ենք իրանց հարցնում։ Ես էի իրանց հարցնում, իրանք չէին կարող պատասխանել, հարցնում չէին կարող պատասխանել։ Հարցում են անուն ազգանոտ ոնց է։ Ծննդյան թիվը որն է, որտեղ ես բնակվում։ Ես էլ ասենք լուրջ չէին ընդունում էլ այդպես բաներ։ Գևորգ Հակոբյանի խոսքով անցած շաբաթ օրը, եթե ստիպված չլինեին մի քանի ժամ իրավապահների կողքին անցկացնել, Փաշինյանի առջև քաղբանտարկյալների հարցը կբարձրացնեին։ Այդուհանդերձ Փաշինյանը Չարենցավանում մի կոշտ քննադատի հանդիպեց։ Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։ Հակոբյանն ազգային ժողովրդավարական բևեռին է աջակցում։ Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ Արմինե Սախոյանին հաջողվեց տեսնել վարչապետին։ Նրանց միջև կարճ բանավեճ սկսվեց։ Դուք ձեր ընտրական ծրագրում մի րոպե ներկայացրել եք, որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք։ Դուք ձեր խոսքը չեք կատարել ու հիմա ասում եք Դուք սխալվում եք։ Մի րոպե, հանգիստ։ Լռեք, ես ինքս ոտքեր ունեմ եւ կարգ ունեմ ի տարբերություն ձեզ։ Ես 2022 թվականին ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետեւ չընդհատեք։ Ես ձեզ լուր լսել եմ, չընդհատ։ Ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն եմ ճանաչել, որովհետև մենք պարտավոր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Ինքը այդպես էլ չիրականացված բողոքի ակցիայի համար իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Գևորգ Հակոբյանը վստահեցնում է, չի վախենում, այս մեթոդներով չեն ռեցնի։ Քանի ինքը գա Չարենցավան, մենք տարբեր ժամանակ իր դեմ ակցիաներ ենք անելու։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իրավապահները Գարեգին երկրորդին թույլ չտվեցին Թբիլիսի մեկնել պատրիարք Իլիա երկրորդի հուղարկավորությանը։ Հայաստանցի պաշտոնյաների կարծիքով առանց վիզա Եվրոպա արդեն 2-3 տարուց կարելի է գնալ, ընդդիմադիրները թերահավատ են։ Սա հայ, վիզաները վերանալու են եւ մենք գնալու ենք։ 23 թվից կառուցում են, երկրաշարժից 38 տարի անց Վանաձորում տնակային մանկապարտեզ կա։ Կաթողիկոսը Թբիլիսի չհասավ, իրավապահները հրաժարվեցին Գարեգին երկրորդին թույլ տալ մասնակցել Իլիա երկրորդի հուղարկավորությանը։ Արարողությանը մասնակցած հայ հոգևորականները փաստում են, բոլորն են հարցեր ունեցել, վրացիները, մյուս եկեղեցիների ներկայացուցիչները։ 23 թվականին Թբիլիսի Կաթողիկոսի Իլիա երկրորդի հուղարկավորությունը
բադրյակներու շարքը որ գար, ինքը բադրյակներուն գլուխը պիտի նստեր, որով դե ինքը ամենամոտ երկիրն էր, ամենամոտ սահմանն էր վեապարը։ Եվ վեապարը շատ մեծ գաբեր ունի վրացի եկեղեցու հետ։ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղը թափուր է մնացել վրաց պատրիարքի հուղարկավորության ժամանակ։ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև Սրբազանն ու վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոսն են Թբիլիսիում եղել, բայց պատվիրակությունների շարքում ոչ թե այնտեղ, որտեղ եկեղեցիների առաջին դեմքերն էին։ Տարակուսած էին վրացի հոգևորականները, ասում են հուղարկավորությանը մասնակցած միաբանները։ Քանի որ վեապարեն թույլ չդվին, եւ մենք նկատեցինք վրաց եկեղեցին եւ հոգևորականները շատ մտահոգված էին եւ նեղված էին, որ վեապարը ներկա չէր եւ իրենք իրապես սպասում են վեապարին։ Իրենց համար կարեւոր է վեապարի ներկայությունը։ Մյուս եկեղեցիների ներկայացուցիչները նույնպես ըստ Տաթև Սրբազանի զարմացած էին, մոտեցել ասել են այդ մասին Մայրաթորի երկու եպիսկոպոսներին։ Մյուս եկեղեցիները մտահոգված էին, որ իրենք կսպասեն անպայման վեապար որ կա, որովհետեւ վերջապես ծրացի երկիր է եւ եղբայրական երկիր է մեզ Վրաստանը։ Ուղղակի զարմանք էին ապրում իրենք, որ այդպիսի բան մեր ժամանակներում հնարավոր է որ կատարվի։ Վիրահայոց թեմի առաջնորդը պատմում է հուղարկավորությանը նախորդող օրերին, երբ վրացի հոգևորականների հետ պատրաստվում էին դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին, ինքը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանում խնդիր կա, վեհափառը մեղադրյալի կարգավիճակ ունի երկրից բացակայելու արգելքով, փաստաբանը միջնորդել է, որ վերացնեն ելքի արգելքը։ Կիրակոս եպիսկոպոսի խոսքով զարմացել ու չեն մտածել, որ կլինի այն, ինչ եղավ։ Այստեղ տեսան, որ այն կարգի է հալածվում եկեղեցի, որ չի կարող եկեղեցու պետը մասնակցել իր հարևան եկեղեցու կահակալի հուղարկավորությանը, որի հետ անձնական մտերմություն է ունեցել։ Եվ ինչպես արդեն նշվեց վրացական կողմից, նաև պատմական մտերմություն է ունեցել։ Ուրբաթ օրն էր վեհափառի փաստաբանը միջնորդություն ներկայացրել քննիչին, որ նա ամենայն հայոց կաթողիկոսին թույլ տա մեկնել Հայաստանից մասնակցել հուղարկավորությանը։ Վրաստանի պատրիարքական տեղապահը հատուկ հրավեր էր ուղարկել։ Քննիչի մերժումը փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց շաբաթ օրը։ Գարեգին II-ը մեղադրյալ դարձավ շուրջ 1 ամիս առաջ, կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով։ Ընտրված խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը նրա իրավական թիմն անհեթեթ է համարում ու այժմ վիճարկում է դատարանում։ Խափան միջոցը կիրառվում է այն ժամանակ, երբ որ կա փախուստի վտանգ։ Վեհապար հայրապետին մեղադրել փախուստի մեջ, ընդ որում այն դեպքում, երբ որ այդ հանցակազմի մեջ որ մեղադրում են, հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներ եւ քրեական օրենսգրքի ազատազրկում պատիժ չէ նախատեսվելու։ Փաստաբանը վստահ էր, որ որոշումը ոչ թե քննիչն է կայացնելու, այլ իշխանությունն ամենաբարձր մակարդակով։ Վարչապետը շուրջ 1 տարի, իսկ ազգային անվտանգության ծառայության տնօրենը վերջերս հստակ ներկայացրին, որ վեհափառը իրենց վեհափառը չէ։ Ես Կտրիչ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկ։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը ահացան Այսօր արտգործնախարարին են լրագրողները հարցրել, ինչու թույլ չտրվեց, որ Գարեգին II-ը մասնակցի հարևան բարեկամ երկրի պատրիարքի հուղարկավորությանը։ Իրավական կարգավորման հարցը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատասխանելիքը չի։ Իշխող վերնախավի որոշումն է, ոչ թե քննիչինը չեն կասկածում Միլիա II-ին ճանապարհած հայ հոգևորականները։ Ամբողջ աշխարհն է վեապար հայրապետին ընտրել որպես կաթողիկոս։ Մենք 12 միլիոն ենք աշխարհի մեջ, 12 միլիոն հայ օրդիները ընտրել են վեապար հայրապետին։ Հայաստանի իշխանությունը իրավունք չունի այս բաները անելու։ Վրաստանում ավելի քան 70 հայկական եկեղեցի ու մատուռ է գործում։ Հայ առաքելական եկեղեցին վրաց եկեղեցուն ամենամոտը կանգնած եկեղեցին է։ Վրաց պատրիարքն ու Գարեգին II-ը բարեկամներ էին։ Ինչպես է հնարավոր, որ վրաց ժողովրդի վշտի պահին Սամեբան մայր տաճարում չլիներ Գարեգին II-ը, վշտանում են հոգևորականները։ Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն ու կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էին Վրաստանի մայր տաճարում։ Նստած էին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորող Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի կողքին։ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն նույնպես այստեղ էր, այլ եկեղեցիների առաջին դեմքերի կողքին։ Հիմա վիզաների ազատականացման թեմային անդրադառնանք։ Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկին իշխանության լավատեսությունը, թե գործընթացը 2-3 տարում հնարավոր է ավարտել, չարդարացավ։
Հիմա եւս 2-3 տարվա մասին է խոսվում։ Ինչը ընդդիմադիրները էլի իրատեսական չեն համարում։ Ուր է հասել գործընթացը։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկից 1.5 տարի անց Հայաստանը հայտարարում է, որ դեռ 2-3 տարի էլ կպահանջվի գործընթացն ավարտելու համար։ Ընդ որում այս ժամանակահատվածը վերաբերում է Երևանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, դրանից հետո էլ դեռ միությունը պետք է գնահատի կատարված աշխատանքը։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լավատեսությամբ էր խոսում, որ հայաստանցիները վերջապես կազատվեն վիզաների հերթերից ու թղթաբանությունից։ 2-3 տարվա մասին է խոսքը գնում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, այն դինամիկան, որ ունենք, որոշակի բավականին հույսաններ շնչում, որ կհասցնենք։ Նախորդին էլ ներքին գործերի նախարար ազատականացման հարցով Երևանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանն էր համոզմունք հայտնել, որ 2-3 տարին միանգամայն իրատեսական ժամկետ է։ Նախարարը վկայակոչում էր նաև օրերս Հայաստան այցելած Եվրամիության միանգամից 2 ընդլայնման եւ միգրացիայի հանձնակատարներին։ Գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Շատ իրատեսական է, որովհետև սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին։ Հայաստանի իշխանությունների սեղանին դրված է 74 կետանոց ծրագիր, բարեփոխումներ սահմանների եւ միգրացիայի համալիր կառավարումից մինչեւ ներքին ժողովրդավարական ռեֆորմներ, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը թերահավատությամբ էր խոսում պաշտոնյաների ասած 2-3 տարվա մասին։ Բոլորը այս պայդրությամբ գայթակղված սպասում են, որ հեսա հայ վիզաները վերանալու են եւ մենք գնալու ենք։ Եվ ոչ մեկ հասարակությանը չի կարող հստակ ասի, թե այդ պահը երբ է գալու։ Այնուամենայնիվ հիմա մենք արձանագրում ենք, որ առնվազն 2-3 տարի մենք դեռ բանակցելու ենք։ Ընդդիմադիր падգամավորը հիշեցրեց, որ մինչ Երևանը բանակցում է վիզաներից հրաժարվելու շուրջ, նույն Եվրամիությունը որևէ ձևով չի դյուրացնում գործող կարգը։ Դեսպանատներում հերթերը ձգվում են ամիսներով։ Պրոցեսը որևէ ձևով չի բարելավում։ Ոնց խնդրահարույց եղել է վիճահարույց մեր քաղաքացիների համար, պրոբլեմային ստանալու տեսակետից։ Այսինքն ներժումները շատացել են, ժամկետները տրամադրման վիզաների կրճատվել են։ Եթե առաջ կարային ստանային 2-3-5 տարով, հիմա տալիս են կոնկրետ այցերով շատ։ Այս երկու process-ը զուգահեռ ո՞նց է իրար հետ խոսալու, էլի։ Փոխարտգործնախարար Կոստանյանը սակայն հավաստիացնում էր, որ այդ հարցը պարբերաբար բարձրացնում են Եվրամիության պաշտոնյաների առջև։ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գլխավոր պայմաններից է կենսաչափական անձնագրերի ներդրումը։ Պաշտոնյաները խոստանում են, որ տարվա կեսից դրանք արդեն հասանելի կլինեն։ Բարեփոխումներն արագ ավարտին հասցնելու դեպքում վիզաների ազատականացումը դեռ երաշխավորված չէ։ Եվրոպական միությունը նաև քաղաքական բաղադրիչ է տեսնում այստեղ, օրինակ հիմա Վրաստանին սպառնում են զրկել ազատ վիզային ռեժիմից ժողովրդավարական հետընթացի պատճառով։ Տեղափոխվենք Վանաձոր, երկրաշարժից 38 տարի անց Վանաձորում տնակային մանկապարտեզներ կան։ Ինչպես բոլոր ժամանակների իշխանություններն են սիրում ասել թղթերով, դրանք վաղուց պետք է քանդված լինեին, բայց կանգուն են վառարանի ծխացող ծուխն էլ դրա վառ ապացույցն է։ Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի պատերին դեռ պահպանված ռուսերեն գրառումները հիշեցնում են, այս կառույցը հայրենական մեծ պատերազմի տարիներից ծառայել է որպես խորհրդային բանակի զորամաս։ Տասնամյակներ անց քարե երեսպատմամբ փայտյա այս շինությունում երրորդ մաս կոչվող թաղամասի երեխաներն են կրթվում։ Փայտի վառարաններով տաքացվող սենյակներում 2 խումբ է գործում։ Ներսում նկարահանելու թույլտվություն չստացանք, բայց դրսից էլ ակնհայտ է, նախկին զորամասն անմխիթար վիճակում է։ Փառք Աստծո, պահպանվել է այլի, երեխաները հաճախում են, ծնողները հաճույքով գալիս են մանկապարտեզ, բայց արդեն վաղուց իր դերը վերջացրել է։ Այս տնակային մանկապարտեզը քանդելու եւ նորը կառուցելու մասին քաղաքային իշխանությունները խոսում են դեռ 2023 թվականից։ 2024-ի տարեմուտի ուղերձներում քաղաքապետարանից վստահեցնում էին, սա քաղաքի վերջին տնակային մանկապարտեզն է, որը տարեվերջին արդեն
պատրաստ կլինի։ 23 թվականին արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ իրականացվել են, 24 թվականին նախատեսված է գրեթե 2 անգամ աշխատանքները ավելացնել։ Կկառուցվի Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի շենքը։ Այսպիսով Վանաձորում տնակային մանկապարտեզ այլևս չի լինի։ Չնայած խոստումներին ավելի քան 1.5 միլիարդ դրամ արժողությամբ նախագիծը միայն հիմա է փորձաքննություն անցնում։ Շինարարությունը նախ 2024-ի սուբվենցիոն ծրագրերից տեղափոխվեց 2025, իսկ օրերս հայտարարվեց նոր ժամկետ՝ 2026 թվական։ 26 թվականի ծրագրերից թիվ 7 տնական մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում փորձաքննության փուլում է։ Պարզ փորձաքննության փուլում է, նշեմ, որ 7-րդ մանկապարտեզը անցնելու է նաև համալիր փորձաքննություն։ Մոտավորապես կարող ենք նշել գրեթե 20 օրվա ընթացքում կարող է պատրաստ լինել ուղարկեն կառավարություն արդեն հաստատման։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե թիվ 7-ը վերջին տնակայինն է, Վանաձորում կան նույնքան վատթար պայմաններով այլ մանկապարտեզներ ևս։ Կոնգո կոչվող թաղամասի թիվ 3 մանկապարտեզի քայքայված փայտե պատերին միակ նորությունը փայլող ցուցանակն է։ Թեև 2025-ի տարեկան հաշվետվության մեջ նշված է, թե 190 միլիոն դրամանոց ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իրականում անգամ շինարարության մրցույթը հայտարարված չէ։ Մանկապարտեզը տեղում է, երեխաներն ու աշակերտներն էլ ներսում։ Տնօրեն Գոհար Քոչարյանը մեր հարցերին կարճ պատասխանեց։ Եղել է խոսք եղել է 7 մանկապարտեզի մասին, քաղաքապետարանը իր խորհրդակցությունների ժամանակ այդ հարցին անդրադարձել է եւ տեղյակ են եւ մենք պետքա արդեն աշխատանքներ կատարենք։ Այսինքն որ թվականից է նախատեսված արդեն 3 մանկապարտեզը։ Մտածես թվականի մեջ սպասում ենք մենք այսօր քանդվելուն արդեն։ Անցած տարի նախատեսված չէր։ Ես ոչինչ չեմ կարող ասել, բերեք նայեք դրսում ինչ։ Անցած տարի ավարտին հասցվեց թիվ 8 մանկապարտեզը, որի շինարարությունը ծրագրերում էր դեռ 2021-ից, իսկ թիվ 4 տնակային մանկապարտեզի աշխատանքը դեռ 80%-ով է իրականացված։ Մինչ նախագծերը թղթից թուղթ են փոխանցվում, Վանաձորի թիվ 3 եւ թիվ 7 տնակային մանկապարտեզներ շարունակում է հաճախել 90 երեխա։ Թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մեր սոցցանցերում ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, հետևեք, հաջողություն։